իրավիճակը ինչպիսին է եղել ամսի 4-ի դուրս 5-ի գիշեր։ Դու մենք գտնվում ենք դիզակի մելոքությունում, հադրութում։ Պետք է ասել, որ այս գիշեր համեմատաբար մի քիչ խաղաղ էր։ Առանձին հրետակոծությունների քաղաքը երբևէ չի ենթարկվել, եւ մենք պարտական ենք մեր տղաներին, որ առաջին գծում են ու պաշտպանում են մեր անվտանգությունը։ Եվ համոզված ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Եթե ներկայացնեք ամսի 1-ից լույս 2-ի օրերից սկսած մինչ օրս ինչ իրադարձություններ են գրանցվել եւ սահմանի վրա լարվածությունների ինչ ծանոթ հետևանքներ է թողել։ Սահմանի վրա լարվածությունը ոչ մի այդպես արտարոց նորություն չի մեզ համար, դա սովորական է, մենք արդեն իմունիտետ ունենք, համակերպվել ենք այս նման կյանքին, մեզ համար ամեն օր պատերազմ է, բայց ինչպես ասեմ, չնայած այդ իրավիճակին առաջին գծում եղած պատերազմական գործողություններին դպրոցներն աշխատում են, մանկապարտեզները աշխատում են, ինչպես տեսնում եք մարդիկ աշխատանքի են գալիս, կյանքը ընթանում է իր հունով, միակ ցավն ու կսկիծը մեր զոհերն են, որ Հադրութը արդեն ունի զոհեր եւ շրջանում եւ բուն Հադրութ քաղաքում եւ դա ինչպես ասեմ, ցավ է պատճառում բոլորիս։ Եթե թվերի մասին խոսենք, ինչպիսի կորուստներ Ես կոնկրետ իզորու չեմ պատասխանելու ձեր հարցերին, որովհետև ես նման ինֆորմացիա չունեմ։ Ես գիտեմ, որ Հադրութում երեք մենք հուղարկավորել ենք մեր լավագույն տղաներից մեկին։ Այսօր զոհ ունենք Հարևան Թաղասեր գյուղում։ Էլի ջահեր նշանված տղա է, շատ ափսոս։ Չնայած ափսոսը մեր բոլոր տղաները, մեր ազգի սերուցքն է գնում, մեր լավ տղաներն են զոհվում։ Բայց դե եւ փառքո պատիվ մեր մայրերին, որ կարողանում են հպարտությամբ տանել այդ կորուստները, այդ մահերը, եւ չնայած դրան չեն կոտրվում, չեն ընկճվում, հայրենիքի համար զոհվել է նաեւ ինչ որտեղ հպարտություն են համարում։ Եվ ինչ ասեմ, համոզված ենք, որ ամեն ինչ լավ պիտի լինի։ Երևի կվերջանա, եւ ինչպես միշտ մեր տղաները այդ բարձունքներն էլ կվերցնեն ու այս պատերազմական գործողությունն էլ իր վերջ կունենա։ Ղարաբաղ խնդրի խաղաղ կարգավորման համար տարբեր միջազգային կազմակերպություններ հայտարարություններ են տարածել, տարիներ շարունակ միջազգային կառույցները փորձել են խաղաղ կարգավորումը ապահովել։ Դուք այստեղ բնակվում եք, ինչպիսի ազդեցություն կամ ռեալ տեսնում եք արդյոք որևէ ռեալ քայլ։ Գիտեք ինչ, հայը մենակ իր հույսը իր վրա պիտի դնի։ Այդ երբ է եղել ինչ միջադեպում, երբ որ ինչ որ մեկը օգնության է հասել հային։ Ես մեր տղաների ցավը տանեմ։ Ես մեր կռվող են բոլոր ազատամարտիկների ջանին մերն եմ։ Մեր հույսն ու հավատը մեր հայերն են, մեր տղաներն են։ Այ որ առաջնագծում կանգնած են հրամատի մեջ, են ցեխու մուրի մեջ, բայց արժանապատվորեն այնպես են պաշտպանում մեր երկիրը, որ մենք այստեղ մեզ ազատ զգանք, այսօր այ աշխատանքի գանք, այսօր դպրոցը գործի, մանկապարտեզը գործի, ամեն կառույց իր գործունեությունը կատարի։ Մենք ոչ մեկի վրա հույս չենք դնում, մեր հույսը մենք ենք։ Ղարաբաղի ինքնորոշման հարցը, որը նույնպես շատ օրակարգային խնդիր է, Այո։ Ինչպիսի դիրքորոշում ունեք, տեսնում եք հեռանկար ողջույն։ Ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում, ես տեսնում եմ ազատ, անկախ Արցախ, իր նախագահով, իր վարչապետով, իր սահմանադրությամբ, իր դրոշով, իր հիմնով, իր ազգային ժողովով եւ իր լեռնական հպարտ ժողովրդով։ Մենք ոչ մեկին վիզ ջրելու բոլորովին միտում չունենք։ Մենք ունենք մեր պետությունը արդեն 20 քանի տարի է։ Մենք ազատ ու անկախ ենք ապրում եւ ապացուցել ենք նաեւ աշխարհին, ինչու՞ չէ, չնայած իրակ չեն ճանաչում, բայց մենք ապացուցել ենք, որ մենք ինքնուրույն իզորու ենք եւ մեր կարիքները հոգելու եւ մեր լուծությունը պահելու։